Մասյան անդրադառնալ մի ես չգիտեմ ես որոշել եմ ես ինքս ինձ համար որոշել եմ ոչ մի կոպիտ բառ այլևս չօգտագործել հասկանալով դա շատ դժվար է դա ուղղակի անասելի ինձանից ջանքեր է պահանջում որովհետև երբ որ Շեքսպիրի բառերով ասեք թշվառական ողորմելի հա դա ուղղակի անասելի հիմա Մայրամին խնդրենք մի ինչպես ինքն է իր մասին ասել բրբսնյակի ծաղիկ հիմա կասեմ ասելա ես հո չեմ կարա եթե խմբակցությունը որոշում է կայացնում դառնալ բրբսնյակի ծաղիկ Google-եցի AI-ին արհեստական բանականությանը հարցրեցի ինչ է բրբսնյակի ծաղիկը հիմա էկրանին կերևա այո այս մարդը կրթություն չունի անուն ազգանունը մի րոպե Հռիփսիմե Հունանյան ազգային ժողովի շատ կարևորագույն չունի կրթություն ֆիքսում ենք սա ժողովուրդ ազգային ժողովի կրթություն չունեցող այս մարդը ինքը ինչպես իրան բնորոշել է բրբսնյակի ծաղիկ այդպիսի բառ հայերենում չկա Հայկազյան Սուքյասյան սաղ բառարանները պեղել եմ բրբսնյակի ծաղիկ չկա ինչևէ բրբսնյակի այս ծաղիկը ով չունի կրթություն շատ կարևոր հանձնաժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահն է եւ նախորդին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այսինքն պատկերացեք էլի ոլորտի բոլոր մարդիկ իր առաջ հաշվետու են նախարարությունը իր առաջ հիվանդանոցները նախարարությունը այս կրթությունից զուրկ այո բրբսնյակի ծաղիկի արչև հաշվետու են եւ ահա Նիկոլի բրբսնյակի ծաղիկն է եւ ահա այս անձնավորությունը բրբսնյակի ծաղիկ որ նման բառ հայերենում չկա բայց ինքը ասել է ես հո չեմ կարա բրբսնյակի ծաղիկ լինեմ որ խմբակցության որոշմանը դեմ գնամ արել է սենսացիոն հայտարարություն նորից ֆիքսենք որ այս կինը առողջապահության հանձնաժողովի նախագահն է կարևորագույն առանցքային եւ չունի կրթություն ուրեմն ինչ է ասել բրբսնյակի ծաղիկը ով է նկատի ունենալով հիմա եկեք բրբսնյակի ծաղիկին մայրամ հանենք եւ դնենք Արցախի քաղաքական էլիտային եւ մեր ռազմագերիներին ով է իրենց ստիպել այս բրբսնյակի ծաղիկը ասում է Բաքվի բերդում խոշտանգվող եւ ցմահ ազատազրկման դատապարտվող մեր հայրենակիցների հասցեին ով է իրենց ստիպել որ գնան այդ քայլին եւ գնան Բաքվի բերդ հայ գերիները ինքնակամ են գնացել Բաքու վարչապետը ուղղաթիռ է ուղարկել նրանց հետևից նրանք չեն եկել հիմա Նիկոլ ես չգիտեմ այս բրբսնյակի ծաղիկը ինչ կրթական շկալայում իրան ոնց դասավորենք որ վիրավորական չհնչի անում է սենսացիոն հայտարարություն ասում է որ դու հայտարարել ես որ պատրաստ ես ուղղաթիռ ուղարկել որ նրանք գան բայց հայ ռազմագերիները հրաժարվել են մենք իհարկե զավեշտով ենք վերաբերում այս կերպարին եւ դրա համար սրա հայտարարությունը չդարձավ լրատվականների թոփ վերնագիրը բայց հաշվի առնելով որ Հայաստանի սահմանադրությամբ սա այո լրջագույն պաշտոնյա է նա հայտարարում է որ հայ ռազմագերիները իրանց ոտով կամովին գնացել հանձնվել են Բաքվին եւ հրաժարվել են վարչապետի ուղարկած ինքնաթիռին Նիկոլ Փաշինյան ես ակնկալում եմ որ դու մոտ ժամանակներս առավոտները որ այսենց սրտի կանես պաչի կանես եւ այլն Զենֆիրայի կամ որևէ այլ երաժշտության տակ պատասխանես բրբսնյակի ծաղիկի արած հայտարարությանը արդյոք դու ուղարկել ես կամ պատրաստ ես եղել ուղարկել ինքնաթիռ բայց մեր ռազմագերիները ասել են չէ մենք Նիկոլի ուղարկած ուղղաթիռը չենք ուզում մենք կամավոր գնում ենք եւ հանձնվում ենք Բաքվի գերեվարությանը չի կարելի ցանկացած պաշտոն այնքան իջեցնել այնքան թաղել պլինդուզի տակ որ ահա այսպիսի բրբսնյակները գնան եթեր եւ միտք արտահայտեն հետո էլ երբ որ լրագրողը ասի դուք արհամարել բառ առանց հի եք գրել ասի մի հատ բառ տուղագրական շարադրություն տվեք առանց տարասխալ գրեմ գրազ եմ գալի
Ես հիմա քեզ, հա, մի հատ բարձ համադասական նախադասություն ասեմ, չես կարողանա առանց տառասխալ գրել։ Իհարկե, ուղղագրական, կետադրականն էլ վրեն, ես չգիտեմ, մտքայինն էլ հետը։ Սա իսկապես սենսացիոն